Ամեն ինչ պետք է գնահատել ստրատեգիայի տեսակետից եւ ինչու՞ չէ, երբեմն նաեւ տակտիկայի տեսակետից, այսինքն այդ պահի դրությամբ, երբ ռուսական խաղաղապահները մտնում էին Արցախ, երբևիցե որևէ մեկը չէր պատկերացնում, ամենայն դեպս եթե պատկերացնում էին, չէին պատկերացնում, որ դա հենց այդպես կլինի, որ արդեն 22 թվականին հաստատի Հայաստանի հենց իշխանությունը Պրագայում կհայտարարի, որ Արցախը, այսպես ասենք, Ադրբեջան է եւ վերջ ընդհանուր առմամբ։ Այսինքն լրիվ այլ իրավիճակում ռուսական խաղաղապահները մտան Արցախ եւ լրիվ այլ իրավիճակում դուրս եկան Արցախից։ Այսինքն երբ քո գործընկերը, որը որ կարծես թե հիմնական շահառուն է, ինքը ըստ էության խաղից դուրս է գալիս, ինչպես ռուսական կողմն է պնդում իր մեջքի ետևից, ընդ որում առանց իրեն զգուշացնելու, այդպես են, չէ, հայտարարում։ Այդ պարագայում իրավիճակը կտրուկ փոխվում է եւ նման պարագայում այդ խաղաղապահ կոնտինգենտի կարգավիճակն էլ է ուղղակիորեն դիամետրալ փոխվում։ Այսինքն այդ պարագայում ռուսական կոնտինգենտը արդեն ինքը իրեն է ներկայացնում։ Ինքը այլ ֆունկցիա այլևս չունի, քան ըստ էության լինել ռուսական զորք, որը որ գտնվում է, ասենք, Ադրբեջանի տվյալ պարագայում այն բանից հետո երբ Արցախը հայտարարվում է Ադրբեջան եւ վերջ Ադրբեջանի տարածքում եւ այդ պարագայում ըստ էության արդեն Հայաստանը լվանում է ձեռքերը եւ ռուսական կողմը պետք է ինքը արդեն պայմանավորվի, թե ինչ նոր կարգավիճակ պետք է ունենա այդ ֆորմալ դերևս խաղաղ կոնտինգենտը արդեն Ադրբեջանի տարածքում ըստ էության, այլ ոչ թե վիճարկվող տարածքում այս առումով։ Այդ իսկ պատճառով ասել, որ եթե պետք է գնային, ավելի լավ է չգային, հա, եթե կարծում եմ ռուսական կողմը իմանար, որ իր հայ գործընկերները կամ հայ գործընկերը գլխավորը, հա, պետք է նման քայլ աներ, երևի թե գուցե իրենք էլ չգային, կամ գուցե այլ կարգավիճակով գային, կամ գուցե իրենք այլ պայմաններ դնեին։ Սրանում է հարցը։